ինչպես կարող է եկեղեցին արդյունավետ պայքար իրականացնել աղանդավորների դեմ, եթե անգամ այդպիսի օրակարգ ունենա եւ իշխանությունները այսպես լայնորեն բացել են այդպիսի կազմակերպությունների դռները, ուղղակիորեն քաջալերում են այլասերության քարոզը, քաջալերում են կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող մարդորսական գործողությունները, ու բավարար է դուք Հյուսիսային պողոտայում 1-2 անգամ պտտվեք եւ կտեսնեք այդպիսի բազմաթիվ դեպքեր եւ դրվագներ։ Հաջորդ հարցը, այսպես կուսակրոնության ուխտի հետ կապված տարածվող այս տեղեկատվությունն է։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որովհետեւ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը։ Կամ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետեւ կուսակրոն հոգեվորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը։ Ուղղակի զավեշտական է հնչում։ Ակնհայտ է, որ մարդը արհեստականորեն փորձում է ձախողումների համար մեղավորներ նշանակել։